Ուսուցիչը ոչ միայն երեխային կրթողն է, այլ նաև դաստիարակողը։ Տարիների ընթացքում սակայն փոխվել է ընկալումը ուսուցչի հանդեպ։ Փոխվել են ժամանակները, փոխվել են մարդկանց հայացքներն ու այն արժեքները, որոնց հետևում են։ Ազգասիրություն, եկեղեցասիրություն, ազգային արժեքներ ու ավանդույթներ։ Ահա այն կարևորագույն հատկանիշներից մի քանիսը, որոնք պետք է սերմանել աշակերտների մեջ։ Ողջույն սիրելի հեռուստադիտողներ եւ ռադիոլսողներ, Իտալիայի Տելեպատիա Արմենիա հեռուստաընկերության եւ Ռադիո Մայրամի եթերում թեմական կյանք հաղորդաշարն է։ Շնորհակալություն, որ միացել եք մեզ։ Այսօր մենք խոսելու ենք երեխաների դաստիարակության գործում ուսուցիչների դերի մասին։ Տելեպատիա Արմենիա հեռուստաընկերության տաղավարում իմ զրուցակիցն է հայր Ռաֆի Վարդապետ Սակայանը, իսկ Ռադիո Մայրամի տաղավարում իմ հյուրն է Նշույլ հասարակական կազմակերպության հիմնադիր եւ նախագահ Օսաննա Մսրլյան, կենտրոնի տնօրեն եւ ուսուցիչ Զարե Յանյանը։ Շնորհակալություն, որ ժամանակ գտել եք եւ միացել եք մեզ։ Նախ ուզում եմ, որպեսզի մինչ անդրադառնանք ուրեմն ուսուցչի դերին երեխաների դաստիարակության գործում, նախ ներկայացնենք, թե ինչպիսին պիտի լինի ուսուցչի կերպարը։ Եվ հետաքրքիր է նաեւ, որպեսզի մենք խոսենք, հասկանանք, թե ինչ որակներ պետք է ունենա ուսուցիչը, որովհետեւ կարծում եմ ամեն դասավանդող անձ չէ, որ կոչվում է ուսուցիչ։ Խնդրեմ։ Ճիշտ է, ուրեմն ողջույն ձեզ, բարևում եմ նաև հյուրին, պարոն Զարե Յանյանին։ Ուսուցչի կերպարը եկեղեցու մեջ ընդհանրապես նաև սկզբնական, նաև նախաքրիստոնեական շրջանին Սուրբ Գրքի մեջ միշտ կարևոր տեղ ունի։ Եվ երբ կխոսվի ուսուցչի մասին, որ վերջը նաև մենք վարդապետ անունով ծանոթ է մեզի, վարդապետ կամ վարժապետ, ուսուցչի մասին երբ կխոսվի, նախ կհիշվին կամ կշեշտվի ուսուցչի բարոյական արժեքներու վրա, ոչ անպայման իր ամբարած գիտության վրա։ Հետևաբար նախ ուսուցիչը ինքը պետք է ունենա որոշ սկզբունքներ, բարոյական կամ մարդկային կամ համամարտկային արժեքներ իր մոտ կամ սկզբունքները ունենան առաջնահերթություն, ապա նաև գիտություն, որովհետև ուսուցիչը ոչ միայն գիտություն պիտի փոխանցի, այլ նաև արժեքներ, ինչպես ավելի մանրամասն հետո պիտի անդրադառնանք։ Հետևաբար քրիստոնեական, նաև նախաքրիստոնեական արդեն 5 դագարանի ավանդության մեջ ուսուցիչը շատ կարևոր դիրք ունի։ Հայ եկեղեցու մեջ, ինչպես ասի, վարդապետի կերպարով շեշտված է առավել եւս ուսուցիչի կերպարը սրբագյաց կյանքով եւ գիտության ամբարումով եւ գիտության փոխանցումով։ Բարև ձեզ, ես նաեւ գողջունեմ հայր Ռաֆի Սակայանին եւ շատ հետաքրքիր թեման կսկսենք ուրեմն ուսուցիչին կերպարի մասին խոսելով։ Բնականաբար ուսուցիչը, եթե առնենք որպես ասպարեզ, ինչպես բոլոր տարբեր տեսակի ասպարեզները, ինչպես ֆուտբոլի բարակային, գիտեք, ասեն ամեն ֆուտբոլ խաղացող չի գտնար մարզիչ դառնալ։ Ամեն ուսանած անձ չի գտնար ուսուցիչ դառնալ։ Եթե ֆուտբոլիստը, այսպես ասած, շագերտներու մեջ օրինակներով դանք սխալելու իրավունք ունի, եթե կգրնա սրբակրել իր սխալը, ուսուցիչը չունի այդ առիթը։ Որովհետև առաջին հերթին ուսուցիչը ինքը որպես կերպար, աշակերտը ուսուցիչին կընդունի որպես հայելի։ Անկախ իր դասավանդման ձևից, անկախ իր ինչ տեսակ կդասավանդի։ Եթե ուսուցիչը մի բան դասավանդելու ժամանակ սայթակեցավ, իր գործունեության մեջ հագարակը ցույց տվավ, արդեն աշակերտին դիմաց ինքլերիվ ցախողած ուսուցիչ կհամարվի այդ մեկը։ Հետևաբար ուսուցչությունը ամենադժվար գործերից մեկն է։ Պետք է ինչպես կսե ժողովրդային արածը 10 չափել 1 կտրել, ուսուցիչին բարդականությունը այդ է, մանավանդ դարական դասարաններում։ Երբ որ աշակերտները դակավին փափուկ են, պետք է ճիշտ ուղղորդել իրենց, եւ այդտեղ ուսուցիչին բարդականությունը երևի համարյա ծնողի բարդականության չափ հավասար է։
Շնորհակալություն եւ առավել մանրամասնենք Հայր Ռաֆի ինչ արժեքներ պետք է սերմանի ուսուցիչը աշակերտների մեջ։ Որբեսի ուսուցիչը գարենա աշակերտներու մեջ նախ բան սերմանել, ինչպես հիշվեցավ, պետք է նախ ուսուցիչը ինք վավերագանը լա։ Ուսուցիչը անոնք որոնք ուսուցչական ասպարեզի մեջ են, շատ լավ գիտեն, որ աշակերտները խապել, երեխան խապել չէ կարելի։ Երեխան անմիջապես, երեխաներ, աշակերտներ անմիջապես իսկ գնգադեն ուսուցչի թերի կողմերը, լավ կողմերը, հետևաբար ուսուցիչը ոչ մի բան չի կարող կեղծել երեխաներուն դիմաց։ Ուրեմն պետք է ուսուցիչը նախ լավ վավերական։ Ինք պետք է համոզված լա այն ինչ բանի, որ գուզե նաև փոխանցել երեխաներուն։ Եվ եթե ուսուցիչը վավերական է, ինք կհավատա իր փոխանցելիք սկզբունքներուն, ուրեմն պետք է փոխանցի համամարտկային արժեքներ եւ մեր բարակային նաեւ քրիստոնեական արժեքներ, որ շատ մարզերու մեջ կհամընկնին համամարտկային կամ քրիստոնեական արժեքները, քաղաքացիական բարդականությունները, որովհետեւ երեխան պետք է նաեւ արդեն սկիզբեն սորվի, թե ինք ոչ թե միայն իրավունքներ ունի, այլ նաեւ ունի բարդականություններ։ Դժբախտաբար այսօրվան մեր ընկերությունը որոշ տեղեր Հայաստանի վիճակին ավելի գրնակտուկ անդրադառնալ, բայց սպյուրքի մեջ նկատած եմ արևմուտքի մեջ շատ անգամ որ գշեշտվի յուրաքանչյուր երեխայի որ դուն ունիս որոշ իրավունքներ, բայց դժբախտաբար քիչ անգամ իրենց պետք եղած կերպով կբացատրվի, թե նաև ունին բարդականություններ։ Ուսուցիչը ուրեմն պիտի փոխանցի արժեքներ եւ երեխային ուղղություն դա, թե ինչ են իր կյանքի մեջ իր ունեցած բարդականությունները։ Շատ լավ եւ նաեւ իմ տաղավարի հյուրին եմ ուզում հարցնել, թե ինչ պետք է ամենաառաջնայինը, ամենակարևորը ուսուցիչը սովորեցնի աշակերտներին, երեխաներին։ Ուսուցիչը բացի գիտություն տալեն, նաեւ պիտի դա գրթություն։ Իսկ այդ գրթությունը ոչ թե դասավանդման ցևով պիտի դա, այլ օրինակով, ծառայելով օրինակ։ Ամենաբարձ օրինակը ավելի լավ է ուսուցիչը դասարանի մեջ ծրի, հատակեց մի հատ անցերոցիկ վերցնի եւ աղբար գղկցի, քան թե այդ թեմայի շուրջ 2 ժամ խոսի ինքը աշակերտներին եւ բացատրի, որ մենք պետք է չաղդոտենք մեր դասարանը կամ մեր քաղաքը։ Դա օրինակ ծառայելու բանն է առաջինը, ինչպես նշեցի մանավանդ դարական դասարաններուն, մանկաբարձը նաև չթերակնահատենք մանկաբարձի դաստիարակներուն եւ ուսուցիչներուն բարդականությունը։ Գրթությունը շատ կարևոր է եւ ուսուցիչը պիտի լրացնի դան մեջի բաց թողվածները։ Դուն եւ դբրոց իրարու հետ համագործակցաբար մեկը մյուսին բացը լրացնելով գրնանք մենք առողջ բադանի դաստիարակել եւ հասնել հայ իսկական հայ արաքինի հասարակություն ունենալու։ Եվ Հայր Ռաֆին նշեց, որ ուրեմն ուսուցիչներ պետք է սովորեցնեն, որ նրանք ունեն ոչ միայն իրավունքներ, այլ նաև պարտականություններ եւ ճիշտ հակառակը։ Մեր իրականության մեջ սա այսպես է, թե միայն ունեն պարտականություններ, իրավունքներ չունեն աշակերտները։ Անկալման տեսանկյունից։ Այո, ես համաձայն եմ ցես հետ։ Դա արդեն գաբ ունի գրթական ոլորտի ծրագրի հետ։ Այսինքն գամա թե ագամա մենք նյութը կդանենք գրթության նախարարության եւ ինչպես մեզ բոլորին ծանոթ է մենք դարբեր երկիրներու ծրագրեր ընթորինակացենք եւ այդ ծրագրերը հակասություններ ունին իրարու մեջ նաեւ մենք ինչքանով ուսումնասիրած ենք այդ ծրագիրը եւ համապատասխանեցուցած մեր մշակույթին հետ օրինակի համար այս թեստավորման ծրագիրը որ վերծված է արևմտյան երկիրները Ես կարծեմ չի համընկնում այդքան մեր արժեքային համագարկին հետ։ Հետևաբար աշակերտները բնականաբար բարդականություն ունին ավելի, քան իրավունքներ ունին։ Մանավանդ դարիքային, եթե սահմանափակումը նկատի առնենք, դարական դասարաններու աշակերտներուն բնականաբար իրավունքներ ունին, բայց բարդականությունները կքերազանցեն 70%-ով իրենց ունեցած իրավունքներուն։
որը այստեղ այսօրվա մեր ունեցած ծրագրով այդքան էլ երևելի չէ։ Ինձ կտվա գաշկանտումներ կան։ Շատ լավ, եւ հայ Ռաֆի, ամեն ինչ շատ ավելի ակներև է դառնում, երբ որ համեմատության մեջ ենք առնում։ Եվ ինձ սովորաբար հայ իրականության մեջ, երբ որ ինչ-որ երևույթի մասին ենք խոսում, համեմատությունը խորհրդային տարիների հետ է։ Բայց այս դեպքում ոչ թե խորհրդային տարիներ առաջ կբերեմ, այլ ենթադրենք 10-20 տարի առաջ եւ հիմա համեմատենք ուսուցչի կերպարը եւ ինչ արդյունք մենք կունենանք, ինչ է փոխվել եւ անկալման տեսանկյունից եւ նաեւ հենց կերպարի առումով։ Կերպարի առումով շատ բան փոխված է, որտեղ նաեւ ընկերության մեջ շատ բան փոխված է։ Այսօր նորեն ավելի ես կրնամ սպյուրքի իրականության մասին խոսիլ, այսօր կան համայնքներ, շրջաններ, ուր ուսուցիչը դժբախտաբար որոշ կաշկանդումներ ունի, նաեւ ուսուցիչը եւ չի գարնար պետք եղածին պես արժևորել իր դալիք կրթությունը եթե ուսուցիչը այս կե դարիներ առաջ իսկական լիարժեք հեղինակություն մներ այսօր այդ հեղինակությունը երևի 100%-ին վերածված է չեմ գիտեր 60%-ի կամ 70%-ի Ուրեմն գնդունվի շատ անգամ ուսուցիչը իբր գիտություն փոխանցող ոչ ավելի ես իմ փորձառութենից նաև գրնամ ասել որ կան նաև ծայրահեղություններ ընտանիքներու բարակային դժբախտաբար նաև ընտանիքները համացև գեցված չունին միացև գեցված չունին ուսուցիչի հանդեպ ինձի բադահած է որ ծնող եկած է եւ ասած է որ երեխան ինչպես ժամանակին մտայնություններ երեխան կհանցնենք քու ցերկերուտ մետ ինչպես կուզես ըրե մյուս կողմանը գա ուրիշ ծայրահեղություն որ չփորձվիս ովևէ ցևով երեխային այն տալ ինչ որ մեր հաշուն չի կար այսինքն դժբախտաբար պետք է ընդունենք որ վերջին 60-ական թվականներեն յետք ընկերության մեջ շատ մեծ փոփոխություններ կատարված են եթե Հայաստանի մեջ 90-ական թվականներեն բայց արևմուտքի մեջ առավել եւս արդեն 60-ական 70-ական թվականներեն այդ փոփոխությունները եւ ոչ միշտ դժբախտաբար ոչ միշտ դրական գերբով Եվ պատճառներն էլ են հետաքրքիր հայ Ռաֆի։ Պատճառները Ինչը պատճառ հանդիսացավ վերաբերմունքի փոփոխության։ Ընկերային քաղաքական խմորումներ են մարդու իրավունքի հետ կապված հարցեր, որ երբեմն ինչպեսի որոշ օրենքներով հետ կապված, որ շատ խիստ կերպով երբեմն կսահմանափակեն ինչ պետք է փոխանցել երեխային, մինչդեռ ուսուցիչը ըստիս պետք է որովհետև ինչպես Բամյանյանը հիշեց ուսուցիչի գոչումը հատուկ բան մնե ուսուցիչը այսօր պետք է ունենա քիչ ավելի ջգունություն ավելի ազատություն գարենար լիարժեք կերպով իբր ուսուցիչ աշխատելու որովհետև ոչ միայն բարձրապես ջարդարարվեստական ինչ որ աշխատանք մնե կոմպյուտերի թիմած թիվերով 0 եւ 1 այլ գոչում մնե եւ գիտենք այսօր անոնք որոնք ուսուցչական ասպարեզի մեջ են յուրաքանչյուր երեխա դարբեր է չէ կարող ուսուցիչը բոլոր երեխաներուն հետ միացև վարվել այո հավասարություն արդարություն ճիշտ արդարության մեջ պետք է նկատի առնվի միացևություն չկա բայց որովհետեւ օրենքները, պետական օրենքները եւ ընկերության զարգացումը այդ ուղղությամբ կերտա ստեղծել գաղաբարներ, ստեղծել միացևություն, դժբախտաբար այդտեղ որոշ ցևով գդուժե ուսուցիչի աշխատանքը։ Ես այդպես կտեսնեմ, այդ գաղաբարի մեջ կուզեն տնել որոշ ամեն ինչ։ Եվ դա այդ մտայնությունն է այսօր։ Ամեն ինչ գաղաբարվի, ամեն ինչ մանրամասն օրենքներով, ղեկավարություններով սահմանափակվի եւ ինչպես որ ծնողքի բարակային նույնպես այսօր ծնողքը ազատություն պետք է ունենա երեխային գրթություն տալու այնպես ինչպես ուղիղ գտադե անշուշտ
բացառելով որոշ բռնության ձևեր, ձեծ եւ այլն, դա ընդունելի չէ, որովհետեւ այսօր երեխայի հանդեպ եղած վիրավորանքը անհամեմատորեն ավելի ծանր կգշրե, քան չափահասիմը, որտեղ երեխան կգրնա տասնյակ տարիներով վիրավորանքը իր սրտի մեջ, իր հոգուի մեջ տանի։ Ուրեմն ըստ իս քաղաքական ընկերաքաղաքական խմորումներ եւ զարգացումներ են, որ որոշ չափով արկել կհանդիսանան։ Եվ տեսնենք, թե պարոն Յանյանը ինչ է կառանձնացնի այս հարաբերությունների փոփոխության մեջ։ Դե գիտեք ինչ, հարաբերությունների փոփոխությունը, ինչպես դուք նշեցիք, խորհրդային Հայաստանի ժամանակներեն եւ մինչեւ հիմա ինչ փոխված է ուսուցչի ģերբարի մեջ, ինչպես հայր Ռաֆին մատնանշեց, այդ գաղաբարի մեջ աշխատելը ուսուցիչին դա շատ մեծ խոչընդոտ է։ Օրենքներ, այո, բոլորս ալ օրենքներով սիրահար ենք եւ օրենքը չպետք է խախտվի։ Սակայն 100%-ով օրենքը նաև գիրառելը դա քիչ մարդկային արժեքները հետ մղելու կտանի մեզ։ Մենք չենք կրնար գաղաբար, քարագուսի գաղաբարի մեջ աշակերտին մի բան սովորեցնել։ Ինչպես նշեց, թե ամեն աշակերտները դարբեր են, մեկը մյուսից կդարբերվի եւ չենք կրնար բոլորին մեկ կերպ վերաբերվել։ Մեկուն հանդեպ ավելի զիջողական, մյուսին հանդեպ ավելի խստաբահանջ եւ այդ մեկը եթե ընենք այն տեսակի միջավայրի մեջ, որը օրենք կպարտադրե, արդեն այդտեղ հագասություն կստեղծվի ուսուցիչ, անձնագազմ կամ դնորեն։ Հետևաբար այստեղ նաեւ ուրիշ հանգամանք մկա, այսօր դնորենություններու կամ գրթության հաստատություններու կողմէ, երբ որ ուսուցիչ գնդրվի, ուսուցիչ կընդունվի, միայն իրենց բարձրակույն այդ վկայականները շատ գենսական են, բայց նաև պետք է որպես անհատ, որպես բարձ օրինակ մտամ ցեզ, եթե ուսուցիչը շատ բարձրակույն վկայականներ ունի, բայց ինքը նույնիսկ թիմակիցով խիստ է, դարական հասարաններու մասին է խոսքը, ինքը չի ժպտար, այդեն դա ուսանողը դա լավ չի ընդունիր, եւ անկախ իր գամքից չի լսեր ուսուցիչին խոսքերը, այլ նայելով իր խոժոր թեմքին, արդեն ինք այդ առարգային հանդեպ բացասական գարդահայտվի։ Ուսուցիչի ģերբարը, որ այսօր ընտրած եք որպես թեմա, սա մի գես ժամ, մեկ ժամ խոսելով չէ, որ գրնակ արտահայտել, այլ փակագծերու մեջ պարզապես կուզենք նշել, որ դա շատ կարևոր բան է, շատ կարևոր բան է։ Եվ նաև գրթական ծրագիրը Ինչպես նշեցինք քիչ առաջ, երբ որ դարբեր երկիրներու ծրագիր կառնենք, այդ կնմանի մենք հին օտանավները, ինքնաթիռները նորացնենք նորերով, բայց օտաչուներուն չվերապատրաստենք։ Բայց ամեն ծրագիր ունի իրեն համապատասխան։ Այսինքն պետք է վերապատրաստվին այդ ուսուցիչները, որովհետև սերունդն էլ փոխվում է, թարը կփոխվի, ամեն ինչ իրար համաչափ պետք է ընթանա։ Շատ լավ, մենք շարունակաբար անշուշտ կանդրադառնանք այս թեմային, մեկ հաղորդումով չենք սահմանափակվի, բայց կուզենամ ավելի առարկայական դարձնենք մեր զրույցը։ Մենք տեսականորեն ենք խոսում։ Ես նշեցի, որ ձեր ամենամեծ կոչումը ուսուցիչ է, ձեր օրինակը առաջ բերենք։ Դուք զգում եք այդ անջրպետը աշակերտ ուսուցիչ փոխհարաբերությունների մեջ։ Անջրպետը գա առաջին հերթին, ինչպես ժողովուրդը գսե մի ծաղկով քարուն չկար, բոլոր աշակերտներն ալ այսօր աշակերտած են ուսուցիչներու, դպրոցներու մեջ, այնտեղ որ գուկային Օվսաննա Մսրլյան, որպես գոմնագի առարգաներ իրենք կսորվեին, նաև իրենք կհաջախեին դպրոց։ Եվ երբ որ այդտեղ գտեսնեին բոլոր ուրիշ մոդեցում, անգլերենի տասադուն, երբ որ իրենց հանդեպ այնքան բարիացակամ էր, այնքան սիրալիր ժպտաթեմ, կամ իմ տասաբահերուս նույն ծև, երբ որ 12 տարեկան բադանիին դիմաց ուսուցիչը գվերածվի 12 տարեկան ու իրարու փոխ հարաբերություն կսկսի, այդ աշակերտը բայց մի քիչ ինքը կշվարեր, թե դարբերություն կա, արդյոք որն է ճիշտը։ Հասկանաք, երևի երկու չափազանցություններն ալ լավ չեն։ Պիտի այդ բահին ուսուցիչը ճիշտ բահին ճիշտ գոմնորոշվի, թե ինչ ծևով դաստիարակ է, ինչ խոսի եւ ինչ օրինակ ծրայի, չսայթակի ինքը, որովհետեւ մի փոքր սխալ կարող է այդ երեխան իր ամբողջ կյանքում ընթացքում դուժե, մի առարգա։
Տեսեք, այսօր երեխաները ընդհանրապես սկսեն, ես մաթեմատիկ չեմ սիրել, ես հայոց պատմություն չեմ սիրել, ես այս լեզուն չեմ սիրել եւ այլն։ Իրենք այդ լեզու են խաղապար անգամ չունեն, իրենք ուսուցիչին է որ չեն համագրիր։ Եվ այդ դեպքում գդուժե առարգան, բնականաբար հիմնական դուժողը կլինի աշակերտը։ Շատ լավ եւ Հայրաֆին քիչ առաջ որ նշեց իսկապես պետք է ոչ միայն ուսուցիչները մեղադրել կամ չգիտեմ պահանջմունքը մեծ լինել, այլ պետք է կապը լինի ընտանիք, ուսուցիչ, դպրոց, երակոմ կապ պիտի լինի, որպեսզի իսկապես էլ արդյունքի հասնենք։ Հայրաֆի հոգեվորական ուսուցչի իսկական օրինակ է։ Մարդիկ հոգեվորականի մոտ գնում են, հա, հանդիպում են, զրուցում ակնկալելով, որ կգտնեն ճշմարիտ ուղին, ընթացքը։ Հիմա ես ուզում եմ հասկանալ, թե ինչքանով այդ ընկալումը կա մարդկանց մեջ եւ ինչքանով են դիմում հոգեվորականին խորհուրդ ստանում, չգիտեմ, որպեսզի իրենց հարցերին պատասխան գտնեն հոգեվորականի միջոցով։ Անշուշտ կան այդպիսի շատ բարականեր, երբ մարդիկ կդիմեն հոգեվորականին։ Այս բարականալ շատ նման է տասադուի ուսուցչի բարակային, երբ մարդիկ այդ տասադուի այդ հոգեվորականի մեջ գտեսնեն, թե այդ հոգեվորականը նախ ինք գաբրի իր համոզումները, ինչ համոզված է այն ինչ բանը, որ ինքը կարոզ է, եւ դա ինչպես երեխաները ուսուցչի բարակային ամիջապես գջոգեն այսպես կառնեն ուսուցչի ինքնությունը իսկական, նույնպես ժողովուրդը հոգեվորականի մեջ եւ ամեն հոգեվորականի չերտար։ Հետեւաբար հոգեվորականը նույնպես ըլլալու համար վավերական ուսուցիչ կամ հոգեվոր հայր ինք պետք է նախ ըլլա հոգեվոր աղոթքի մարդ։ Եթե այսօր նաև զարգացում ունենա, պետք եղած հետևողականությամբ նաև առաջ դիմե, որովհետև եթե ասկե 200 տարի առաջ պարզապես հոգևորականը գրնար ովևէ սուրբ գրային խրատ դնել հավատացյալի առջև, այսօր բահանջքները շատ ավելի են, այսօր հոգևորականը պետք է նաև դեղեցություններ ունենա ընկերային հարցերու մասին, դեղեցություններ ունենա նաև դնդեսական, քաղաքական, որովհետև շատ մարդիկ, որ գտիմեն հոգևորականին, բարձրապես հոգևոր հարցեր չէ, այլ նաև իրենց առօրյա խնդիրներով է, որ գտիմեն, նկատի առնելով, որ հոգևորականը գրնա դալ նաև որոշ ոչ անպայման գրոնական, անշուշտ գրոնականը, որ հոգևոր մխիթարություն կուտա, գրնա նաև դալ ուրիշ որոշ ուղղություն ունենալով ավելի, այսպես ասենք, համադարած ծևոմը դիրքը, որ գրնա ավելի դուրսեն կամ հերվեն դիդել որոշ հարցեր, ու ուրիշ բարակական է, որ գսեն հոգևորականը, որ չէ ամուսնացած, ինչպես գրնա ամուսնացյալ զույգի մխրատ դալ, հետևաբար այդ բարակային գա ամուսնացյալ հոգևորականը, կամ այսօր կան նաև մասնակետ աշխարհական մասնակետներ եւ հոգեվորականը ավելի ես կգարձեմ պետք է կենտրոնանա նաեւ հոգեվորի վրա, եթե ինչպես է ասկե 200 տարի առաջ անոնք որոնք անհանգիստ էին հոգեվորականին գերտային որովհետեւ իրենց որոշ թեղեր դա կամ երկու հոգի գրվեին իրարու հետ գերտային հոգեվորականին որ հաշտեցնե այսօր բժիշկ եւ փաստաբանը գա ուրեմն հոգեվորականը շատ ըսկուշ պետք է լա որ միջամուխ չլա հոգեպանի կամ բժիշկի կամ փաստաբանի աշխատանքներու մեջ, այլ ինքը իր հոգևորականի դիրքով, իր հոգևոր հեղինակությամբ գրնա շատ օգտակար ըլլալ։ Ես անձնապես գիտեմ այդ ծանոթ են ինձ այդպիսի բարականեր իմ փորձառութենես, բայց ինչպեսի նախ ինքը հոգևորականը պետք է ունենա այդ վավերականությունը ըլլա հոգևոր մարդ։ Շնորհակալություն եւ ինձ հուշում եմ, որ մեր ժամանակը կամած մոտենում է ավարտին, դրա համար ես ուզում եմ, որպեսզի մի փոքր անդրադառնանք նաեւ Մսրլյան կենտրոնին, որտեղ հա 700 երեխա ուսում է առել անգլերեն, համակարգիչ, բայց ավելի շատ ուզում եմ, որպեսզի մենք խոսենք, որովհետեւ դա էր ինձ համար առավել տպավորիչ, որ ձեր դասավանդման, ձեր, չգիտեմ, սկզբունքների առանցքում այն էր, որպեսզի երեխաները ավելի շատ երեխաների մեջ ավելի շատ եկեղեցասիրություն, ազգասիրություն սերմանվի։
Հետաքրքիր այդ երեխաները, ովքեր ուսում առան ձեր մոտ, ինչքանով հաջողվեց ձեզ, որպեսզի կարողանաք այս արժեքները, ուրեմն երեխաների մեջ սերմանել։ Այո, բնականաբար չեմ գրնարսել, որ 700 եւ ավել աշակերտները 100%-ով գրցան ընդունել, ինչ իրենց հրամցվեցավ այդտեղ։ Բայց երևի 25-30% աշակերտներուն ավելի քան 100 աշակերտ, որոնք 10-ից եւ 15 տարեկան սահմաններու մեջ էին, եկան Օվսաննա Մսրլյան ուսումնական կենտրոնը, իրենք սորվեցան։ Այնտեղ անգլերեն լեզվի եւ համակարգչի դիրաբեդութենից բացի քաղաքացիական գրթություն առարգան մենք կնեինք, բայց ոչ քաղաքացիական գրթությունը ինչ որ դարբեր ուսումնարաններում մեջ կդրվի։ Շատ բարձ բաներ, շատ բարձ։ Օրինակ հայրենասիրություն։ Ինչ է հայրենասիրություն։ Ամենաբարձ բանը։ Աշակերտին երբ որ կհարցնես դանդ մեջ, եթե բաղբաղագուտես, թուղթը կթափես կեդին, ասում է ոչ։ Ինչու՞, որովհետեւ դա իմ դունս է, գսե։ Իսկ փողոցի ինչու կթափես։ Երբ բացատրենք թե փողոցնալ, քաղաքնալ, դա էր մեր դունն է, մեր հայրենիքն է։ Եվ ամեն բայկարիլ այդ քաղաքացիական գրթության ժամանակ բայկարիլ ամեն հորի երևույթներու թեմ, որ այսօր մենք ականատես ենք քաղաքի մեջ։ Ինչպես փողոցներում բադանիներ անքաղաքավար ցևով գթքեն առանց պատճառի։ Դա գասեն ավանթույթ է, բայց այդպեսի բան չէ։ Մենք պետք է բայկարենք, դպրոցներեն ներս նաև այդ հարցերով պիտի զբաղվենք։ Մեր պատմամշակութային գոթողներուն վրա գավիճներով քրություններ կգրեն, որովհետև չեն անդրադառնալ իրենք թե սխալ բան գնեն։ Ինչպես միջավայրի մեջ խոսին, երթան վաճառադունեմը արևդուրնելու, թե ինչպես ներգայանան ոչ բարդավորեցնող ցևով, այո, պիտի վճարե, բարդավոր է թիմացինը իրեն ապրանքը դալու, բայց քաղաքավար ցևը գա։ Այս բարձ բաները, օրինակները, որ գային, եւ այդ աշակերտները ընդունեցին այդ մեկը։ Ես հիմա գտեսնեմ այդ պատանիներեն, որոնք արդեն նետված են ցանկի ասպարեզ եւ հաջող կհանդիպենք դուրսը քաղաքի մեջ։ Ինձ կհուշեն, որ այո, իրենց օգնած է այդ դասավանդությունները որոշ գիտելիքներ ցերկցկելու եւ որոշ իրենց մեջ արժեքային համագարկը ավելի բարելավելու իմաստով։ Շնորհակալ եմ եւ կուզենամ, որպեսզի մեր հաղորդումը ավարտենք Հայր Ռաֆիի հորդորով։ Ուզեմ ուսուցիչի գերբարը ընկերության մեջ շատ կարեւոր է եւ պիտի հորդորեի նաեւ ընտանիքները, ծնողները, որ ավելի մոդեն համագործակցին ուսուցիչներու, դասադուներու հետ եւ նկատի առնեմ, որ այսօր ուսուցիչը դասադուն ծնողքի համար մեծ զորեղ նեցուկ է եւ թույլ տան, որ դասադուն եւ ուսուցիչը իրենց գոչումը, չեմ ասեր աշխատանք, իրենց գոչումը գադարեն պետք եղած ցևով որոշ ազատությամբ, վստահելով նաեւ դասադուի կամ ուսուցիչի անհատականության, անհատի եւ նկարագրի։ Շնորհակալություն եւ ես պարզապես ուզում եմ հայ գրող Վարդգես Պետրոսյանի խոսքերով մեր հաղորդումը ավարտել, ասում է ամենակարևոր բաները մեզ ոչ ոք չսովորեցրեց։ Թվաբանության դասատուն մեզ անգիր անել տվեց բազմապատկման աղյուսակը, երբ ամբողջ կյանքում մենք սովորաբար բաժանվում ենք մեր հույսերից, մտերիմներից, մեր ապրած տարիներից։ Մեզ սովորեցին հին եւ նոր պատմությունը, բայց ոչ ոք մեզ չսովորեցրեց ինչպես լսել լռությունը, ինչպես կողքինի տխրությունը հասկանալ եւ ինչպես տառապել արժանապատվությամբ։ Եթերում թեմական կյանք հաղորդաշարն է, շնորհակալություն, որ հետևում եք մեզ, եթե ունեք հարցեր, առաջարկություններ, գրեք մեզ, զանգահարեք, կոորդինատները դուք տեսնում եք հեռուստաէկրաններին։ Շնորհակալություն նաև իմ հյուրերին, որ ժամանակ գտան եւ օգնեցին մեզ, որպեսզի մենք կարողանանք մեր խոսքով, հորդորով, խորհուրդներով օգնել նաև մեզ լսողներին։ Հանդիպելու ենք։ Շնորհակալություն ձեզ։